դրսում ինչ-որ սեքսուալ, սենց բնույթի գործողություններ կարող է տեսնեք, էլ կենթանու հետ, էլ մարդը մարդու հետ, բացահայտ, մի զարմացեք, որովհետև սա նոր դարաշրջան է լինելու և ոչ մեկս ապահովագրված չենք, այսպիսի տարօրինակ բաներ են լինելու, բացի դա ես էլի շատ կարևոր բան, որ տեսել եմ ուզում էի հիշեի իմ կանխատեսումներից, դա կարող է կապ ունենալ, այո, խաբեությունների հետ, որովհետև խաբեությունները բավականին շատ են լինելու, շատ, դրանք են մարդիկ չեն, ինչ իրականում իրենց ձեզ ներկայացնում են, կստացի ես ուզում եմ նաև թվագետների հետ կապված, շատ լուրջ զգուշացում անել, որովհետև դա ես վաղուց եմ նկատել, որ նրանք կարող են այն չլիներ, ինչ ձեզ իրականում ներկայացնում են, սենց գեղեցիկ մատուցելով և դուք հետագայում կարող եք լուրջ պրոբլեմներ ունենաք, փոշմանեք այն մարդուն, ում ընտրել էիք ձեզ որպես ուսուցիչ, հասկանալով, որ այդ մարդը սուտ է, այդ մարդուն միայն ֆինանսներն ու գումարներն են հետաքրքրում և այդ մարդիկ ոչ մի կապ չունեն թվագիտության հետ, այո, ես այսպիսի բաներ եմ տեսել, որ մարդիկ բիզնես են նայում թվագիտությունը, փորձելով ինչքան կարող են շատ գումարներ հայթայթել, ոչ, ով մաքուր աշխատես ինքն առաջ գնալու, իսկ եթե դու շարունակում ես քո կարման ցիկլը ավարտելով սխալներդ նորից բերելով այս տարի, քեզ մոտ կարող է կանգնել, կապ չունի, դու թվագետ ես, աստղաբան ես, տարոլոգ ես, թե ինչ ես, այլ մասնագիտություններում և այլը, բախտի անիվը սիրում է նախ համարձակներին, երկրորդը դա կարմայի մասին էլ է խոսում, զգույշ եղեք նաև կարող է գայթակղիչ առաջարկություններ ձեզ անեն, բայց հետագայում ինչ-որ տեղ եք գնում և ձեր անձնագրերը վերցնում են ձեր ձեռքից և սկսում են, սա թրաֆիքինգի մասին է խոսքը, աշխատացնել, չեմ ուզում շատ լայնածավալ ասեմ, դուք արդեն կարող եք ամեն ինչ հասկանալ, ուշադիր եղեք մանկապարտեզներում,